երկար տարիներ գտնվում էին բակում, բակային տարածքում, իրենց կղանքի մեջ, առանց սանիտարահիգիենիկ պայմանների, առանց համապատասխան ճիշտ կերակրման, առանց բուժական միջամտությունների եւ շատ զարմանալի էր, որ այդ կենդանիները այնքան գենետիկապես ուժեղ են, ամուր, որ կարողացել էին ուրեմն դիմակայել այդ փորձություններին։ Մեր հաշվարկներով մենք ունենք դեռևս ավելի քան 15 արջեր, որոնք որ կարիք ունեն այս պահի դրությամբ ուրեմն առգրավման կամ փրկության նմանատիպ տարածքներից դրանք ռեստորաններ են, անհատների տներ են, գազալցակայաններ են եւ այլն։ Մարդը, որը գողացել է կենդանու բնությունից, ամբողջ իր ֆիզիկական եւ հոգեբանական աշխարհը խառնել է իրար, խաթարել է, հիմա նույն մարդուն շատ երկար ժամանակ է պետք ծախսել կրկնակի եւ ավել, որպեսզի կենդանուն կարողանաս հետ վերադարձնել, այն էլ չես կարող ես արդյոք ամբողջական դա անել, թե ոչ։ Երբ որ ինքան նաեւ գիտի հետազոտության սահմանները, բանտարկելուց հետո չկարողանում հաշտել ու դա եւս բերում է իր հոգեբանական խեղումների։ Սկզբից ուտում են իրենց սիրելի մթերքները, իրենք ունեն նախընտրություններ։ Արջերին հնարավոր չի հետո բաց թողնել այդ, որոնք որ երկար տարիներ գտնվել են անազատության մեջ։ Իրենք ամբողջ կյանքը ապրելու են մի քիչ ավելի լավ պայմաններում, ավելի մասնագիտացած, հանրության համար ոչ վտանգավոր, բայց նաև բարեկեցիկ կյանք։